Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Գոր, հաց չես ուտում? Գոր հետդ եմ։ Ձյան ուզում եմ քեզ մի հարց տամ, բայց հուսամ այս անգամ անենց պատասխան կտաս, որ վերջնական չհիասթափվեմ քեզնից։ Հարցի տոնից արդեն հասկանում եմ, որ լավ բան չես հարցնելու, ասա ինչ ես ասում։ Ուր է Սաքոմձյաննը։ Ու հանկարծ չասես, որ չգիտես, տենց դեմք մի ընդունի։ Ես չգիտեմ ուր է Սաքոն։ Ես ուրիշ բան ու գործ չունեմ, պիտի իմանամ, թե ինքը ուր է։ Բոլորս էլ լավ հասկանում ենք, թե ում է օգուտ, որ Սաքոն հիմա չկա։ Որտեւ եթե ինքը մի քիչ էլ մնար հիվանդանոցում, պարզվելու էր, թե այս ամեն ինչի հետևում ով է կանգնած։ Այդ մենակ քեզ է ձեռնտու եղել, որ ոչ քո անունը շահարկվի, ոչ էլ ոստիկանները իմանան, որ Արմանը այս ամեն ինչի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես չգիտեմ որտեղ է։ Ձյան, դու չես հասկանում, որ այս ամեն ինչով ինձ ես վնասում։ Չեմ հասկանում, դու չես ուզում մենք նորմալ հարաբերությունների մեջ լինենք։ Ամեն անգամ մի ինձ բան ես անում, որ ես գետին եմ մտնեմ։ Հիմա ես քեզ զգուշացնում եմ, եթե դու չես ասում Սաքոն ուր է, ուրեմն մենք էլ չենք շփվելու իրար հետ։ Էս ինչ ես խոսում։ Հենց այտենց, եթե դու չես ասում Սաքոն ուր է, ես մոռանում եմ, որ Ձյաննա անունով քուր ունեմ։ Կարելի է ներս գալ։ Դրսել։ Գայանեն ասաց կանչել ես։ Հա։ Սարա ջան, վերջերս անձնական խնդիրների պատճառով սկսել է աշխատանքը տուժել։ Մեր թերթի հետ կապված երբեք դիտողականության խնդիր չենք ունեցել։ Հատկապես քո ներկայացրած հոդվածների մասով։ Իսկ հիմա մի տեսակ սկսել ես պասիվ աշխատել, ինչ ինձ դուր չի գալիս։ Եվ արի մեկ ընդմիշտ պայմանավորվենք մի բան։ Անձնական խնդիրները թողնում ենք տանը։ Ինչ վերաբերում է աշխատանքին, շեշտը դրվում է միայն աշխատանքի վրա։ Լավ, հասկացա ես։ Հիմա ինձ հարկավոր է մշակութային հոդվածների նոր շարք։ Խնդրում եմ մտածիր ու ինչքան հնարավոր է շուտ ներկայացրու ինձ։ Լավ։ Ու էլի մի բան։ Մենք շուտով նոր պրակտիկանտ ենք ունենալու։ Ես ուզում եմ, որ նրա հետ անձամբ դու զբաղվես։ Եվ դու նրան ցույց տաս ու բացատրես աշխատանքի նրբությունները։ Լավ, հասկացա։ Պարոն Սարոյան, նոր տղան եկել է։ Շատ ճիշտ ժամանակին էլ եկել է, ասա թող ներս գա։ Լավ։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Սարա։ Արսենն է նոր պրակտիկանտը։ Ճանաչում եք իրար։ Ոնց է Սարջան։ Լավ եմ։ Պարոն Սարոյան, ես ու Արսենը 3 տարի նույն կուրսում ենք սովորել, ուղղակի ես կիստատ եմ թողել դուրս եկել, պատմել եմ ձեզ։ Հասկացա։ Դե ուրեմն շատ ավելի լավ կհասկանաք իրար։ Արսեն ջան, քո պրակտիկայի ղեկավարը կլինի Սարան։ Բոլոր հարցերով կարող ես դիմել իրեն։ Շատ լավ։
Հիմա դու ինձ սպառնում ես։ Ինձ հետաքրքիր չի, ոնց ուզում ես հասկացի։ Այսինքն դրանց պատճառով դու նորից ու նորից ինձանից հրաժարվում ես, իրանք են քո համար կարևոր։ Բայց մոռանում ես, որ այս աշխարհում բացի իրարից մենք էլ ոչ ոք չունենք։ Լուրջ։ Ասում ես, որ մենակ ինձ ունես, հա, այս աշխարհում։ Բա ինչի՞ ես ամեն մի հարմար առիթով անընդհատ ինձ վնաս տալիս, հա, Ձյաննա։ Ստեղ հարցը ոչ Սարոյաններն են, ոչ էլ ինչ-որ ուրիշ մեկը։ Ստեղ հարցը իմն է, ես եմ ստեղ հարցը։ Դու դրա տեղը ասել չասելով ինձ ես վնասում կամ օգնում։ Ես քեզ ասում եմ, ես իր տեղը չգիտեմ, վերջ։ Ձյաննա, դու խիղճ ունես, հա։ Լսի, ես չգիտեմ դու ինչ ես անելու, ինչ ես ուզում անես, ինչ ես ուզում ասես, բայց ես անկեղծ կլինեմ քո հետ։ Ես նույնիսկ եթե իր տեղը իմանայի, քեզ չէի ասելու, հասկացար չէի ասելու, որովհետև ուրիշ պարագայում ես յուրաքանչյուր մեկին կօգնեի, բայց ոչ Սարոյաններին։ Նույնիսկ մատս չեմ շարժի իրենց օգնելու համար, հասկացար, ու դու մի անհանգստացի։ Եթե Արմանին ինչ-որ բան լինի, առաջինը Սարոյանն է իրան փրկելու։ Իսկ քո պարագայում ինչ է լինելու։ Եթե Արմանին ազատ արձակեն, քեզ են ձերբակալելու, իսկ ես այդ թույլ չեմ տալու։ Ուզում ես հետս մի խոս, ինչ ուզում ես արած։ Առաջինը ես ինձ կվնասեմ, բայց չեմ թողնի, որ դու վնասվես, հասկացար։ Լսի, այդքան անհանգստանում էիր, իմ համար չսարքեիր այս պատմությունը։ Եղածն եղած է, կներես։ Սպասի, հետդ եմ խոսում։ Ես էլ ոչ մի բան չունեմ քո հետ խոսելու։ Այս ինչ մարդ ես դու, Ձյաննա։ Արմանը ոչ մի բանի հետ կապ չունի։ Ինքը նույնիսկ չի իմացել, որ այդ փողը պետք է հաշվին նստի։ Հետո ես եմ Իսակին ստիպել, որ փող ճարի։ Ինքն էլ չէր գտնում այդ փողը, ես էլ իր վրա ժամանակ դրեցի։ Ինքն էլ որոշեց, որ պետք է գողություն անի։ Ես նույնիսկ չգիտեի այդ փողը որտեղից է, բայց պարզ էր, որ մաքուր աշխատած փող չէր։ Ինչի համար ես այդքան փող ուզել։ Ես դրանց պատճառով երեխուցս հեռու եմ իշտեղել։ Ու երեխուս համար ոչ մի բան չեմ կարացել անեմ։ Այդ պայն փողն անցավ մտքովս, դրա համար փող ուզեցի։ Բայց սկզբից էլ Արմանը ինձ ասում էր, որ այդ փողը հետ տանք, ինքը հենց սկզբից էլ դեմ էր։ Դեմ էր, բայց պինդ պահում էր այդ փողը հաշվի վրա։ Չէր շտապում հրաժարվել փողից։ Չէ։ Ուղղակի ինքը ձև չուներ այդ փողը հետ ուղարկեր հաշվի համարին։ Այդ այդքան էլ հեշտ բան չի։ Մենակ Միսակը կարար աներ։ Բա ինչի չէր անում։ Բաց չի։ Որովհետև եթե ամեն ինչ բացահայտ աներ, մեղքերը ջրերես դուրս կգար։ Ես գնացել եմ իր տուն, ու այդ փողը հետս տարել էի, որ մի ձև գտնենք ու այդ փողը հետ ուղարկենք։ Հետո լեզվակռիվ սկսվեց, տաքացանք։ Ես իրան խփեցի, ինքն էլ ընկավ ու գլուխը խփեց։ Ես իմ մեղքից չեմ հրաժարվում, բայց նես չի, որ դիտավորյալ եմ արել։ Էս է պատմությունը։ Ստեղ մենակ երկու հոգի են մեղավոր, ես ու Միսակը։ Միսակը չկա, ողջ չի, որ ինչ-որ մի բան հաստատի, ուրեմն այս պատմությունը մենակ իմ հետ կապ ունի։ Պարզ է, որ տղուդ պետք է պաշտպանես, ամեն ինչ անում ես, որ Արմանի վրա կասկած չլինի։ Չկա նման բան, դες չի, Արմանը ոչ մի բանի հետ կապ չունի։ Արմանը չգիտեր, երբ որ իմացավ, ամեն օր հետս կռիվ էր անում, որ այդ փողը հետ տանք։ Ես եմ ամեն ինչ արել, ես եմ Միսակին ստիպել, ես եմ սպանել Միսակին։ Ես իմ մեղքը խոստովանում եմ, երեխես կապ չունի, չեմ հասկանում, այդքան դժվար է հասկանալու ու հավատալը։ Շատ ոգևորված ես փորձում համոզել, որ Արմանը կապ չունի։ Ինչքան սենց էմոցիոնալ խոսաս ու պաշտպանես տղուդ, այդքան ավելի կասկածի տեղիք կտաս։ Ստեղ էմոցիաների տեղ չկա։ Կարևորը փաստերն են։ Իսկ փաստերը Արմանի դեմ են, ինքն էլ դա չի երգում։
Էս ով էր։ Ինչ լավ է տեսա քեզ, մի պահ մտքերով գնացի են մեր հին ու բարի օրերը։ Հա, ես էլ։ Ստեղ որ գալիս էի, չէի մտածի, որ ծանոթ կգտնեմ։ Այն էլ ինչ ծանոթ։ Պրակտիկայի կոպես ղեկավար։ Դե լավ, մի չափազանցրու։ Արսեն, մենք վաղվանից սկսում ենք աշխատանքը։ Ու ոնց պարոն Սարոյանն է բոլորիս ասում, հիմա էլ ես եմ քեզ ասում։ Աշխատանքի ժամին մոռանում ենք բոլոր տեսակի անձնական ջերմ հարաբերությունները, ու ես դառնում եմ խիստ ղեկավար։ Լավ առաջարկ ունեմ։ Լսում եմ։ Դե քանի իմ ղեկավարը չես, այն էլ սենց խիստ։ Առաջարկում եմ գնանք սուրճ խմենք։ Համ էլ մեր հին օրերը կհիշենք։ Իսկ կարող է ես էլ ձեզ հետ միասին ձեր լավ ու հին օրերը հիշեմ։ Ուղղակի Սարան սովոր չի առանց ինձ սուրճ խմել։ Գոր։ Ջան, Ինչ ես անում։ չներկայացա։ Անունս Գոռ է։ Սարան էլ իմ նշանածն է։ Ես իմ անունը քեզ ասեցի։ Դու էլ չես ուզում քոնը ասես։ Արսեն է իմ անունը։ Փաստորեն Արսեն։ Չէիր ասել, որ ծանոթներ ունես։ Դե լավ, ես երևի արդեն գնամ։ Սուրճը թող մնա հետո։ Կներես Արսեն ջան։ Բան չկա, նորմալ է։ Մի ուրիշ անգամ կսրճենք։ Հաջողություն Արսեն։ Հաջողություն։ Ինչ ես անում։ Ինչ գործ ունես այստեղ ու ընդհանրապես ով է քեզ թույլ տվել քեզ սենց պահել։ Ով էր էս լակոտը։ Մենք օտար մարդիկ ենք ու դու իրավունք չունես գալու այստեղ ինձ որպես նշանած ներկայանալ։ Նորից եմ հարցնում ով էր էս տղեն։ Իսկ դու իմ հարցին պատասխանի։ Ոնց որ լավ չես լսում, հա, ինձ ասում եմ ով էր էս լակոտը։ Քեզ ինչ։ Տենց փաստորեն։ Հերո չի գնաց, հեսա կգնամ ու իրանից կճշտեմ ինքը ով էր։ Խելագարվել ես։ Հա, խելագարվել եմ, գժվել եմ, ուրիշ հարցեր կան։ Ես մենակ սուրճ ես խմում։ Ինչ։ Ասում եմ, ինչ ես մենակ սուրճ խմում, բա ես։ Հիմա քո համար էլ կդնեմ։ Ճիշտն ասած կասեի, որ չէ, պետք չի ես կդնեմ, բայց ամեն դեպքում քո դրածը ուրիշ է։ Հիմա կպատրաստեմ։ Չէ, հələ մի րոպե։ Ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ոչ մի բան չի եղել, դրա համար սենց մտահոգ ես։ Մամ, եթե ինչ-որ հարց կա, որ կուզես հետս խոսես, ես մեծ սիրով պատրաստ եմ լսել։ Երեք Սարայի հետ շատ ծանր խոսակցություն եմ ունեցել։ Պարզա, փաստորեն լեզու չեք գտել իրար հետ։ Չէ, բալես, հարցը լեզու գտնելու չգտնելու մեջ չի։ Ուղղակի պատկերացրու այսպիսի մի հանգամանք, երբ ամբողջ կյանքդ ապրում ես հստակ համոզմունքներով, մտածում ես, որ հասկանում ես ինչ է կատարվում, մտածում ես, որ ճանաչում ես քեզ շրջապատողներին, մտածում ես, որ բոլորը ինչ-որ չափով զոհել են քեզ ու հանկարծ հայտնվում է երեխադ ու դիմացը տա դնում քո ամբողջ ապրածդ կյանքի հակառակ պատկերը։ Ու դու վերջապես հասկանում ես, որ ոչ թե իրենք են զոհել քեզ, այլ դու ես ինքնակամ զոհ դարձել բոլորի համար։ Մամ, այնքան խառն ես խոսում, որ ոչ մի բան չհասկացա։ Սարան շատ բարկացած էր։ Ասաց այնպիսի բաներ, որ մտքովս անգամ չեր անցնի։ Պատկերացնում ես, ինձ ու իր մահացած մորը համեմատելով իրար ասաց, որ երկուսս էլ խեղճ ենք եղել։ Բայց ի տարբերություն ինձ, իր մայրը տարբերակ չի ունեցել։ Իսկ իմ խեղճությունը դա ընդհանրապես իմ ընտրությունն է եղել։ Երեկանից անդադար այդ մասին եմ մտածում։ Նեղացել ես Սարայից։ Չէ, ընդհանրապես։ Ուղղակի Սարայի մեղադրանքները սառը ցնցուղի նման մի բան էին իմ համար։
Իրականում Սարան ոչ մի սխալ բան չի ասել։ Ես, դու, Էլկան, անգամ պապան միշտ արել ենք այն, ինչ որ պապին ա մեզ ասել։ Հենց դրանով էլ կորցրել ենք մեր ինքնուրույնությունը։ Դու էլ ես մեղադրում ինձ, որ չեմ կարող պապային դեմ դուրս գալ։ Ախր հարցը հենց այն է, որ կարողանում ես դեմ դուրս գալ։ Ուղղակի երբ խոսքը վերաբերում է Ձիաննային, դու դառնում ես աշխարհի ամենահամառ մարդը։ Սարան էլ նույն համեմատություններն արեց։ Մամ, Ձիաննան ուղղակի իրոք վտանգավոր մարդ է, ու ինքը կարողացել է գտնել քո թույլ կետերը։ Դու մենակ Ձիաննայի առջև ես չէ հոգիդ բացել։ Հա։ Ու հենց այդտեղ էլ սեփական ցավս Ձիաննայի ձեռքում գործիք եմ սարքել։ Հա։ Մամ ջան։ Բոլորս մեղադրում ենք։ Բայց մեզնից ավելի վտանգավոր թշնամի գոյություն չունի մեզ համար։ Երևի երբեք ուժ չի չէ սխալներն ուղղելու համար։ Երբեք ուժ չի մարդկանց իրենց իրական տեղը ցույց տալու համար։ Ինչ ես մտածել։ Մամ։ Ոչ մի բան, իմ սենյակ եմ գնում։ Ալո։ Էդ ինչ եք դες ջերմ խոսում։ Էդ ինչ հին ու լավ օրերի մասին էր խոսքը։ Դա քեզ չի վերաբերում։ Հա, դու ես անում հիմա, հա? Դու չես հասկանում, որ ես դրան հողին կհավասարացնեմ։ Էդ ով է այդ Արսենը։ Այսքան ժամանակ եկե գնացել եմ ստեղ աչքովս չի ինգի։ Այդ քո գործը չի։ Սա իմ կյանքն է, իսկ դա միայն ինձ է վերաբերում։ Չէ լուրջ։ Շատ լուրջ։ Սարա, անենց մի արա, որ ես իմ ափերից դուրս գամ։ Դու գիտես, որ ես շատ վատ եմ տանում, եթե անգամ ինչ որ մեկը արագ կողքովդ անցնում է։ Ուր մնաց դու լավ հարաբերություններ ինչ որ ձեռք բերես ու մեկ այդ ինչ որ սուրճ խմես։ Ես հասկանում եմ, որ դու նեղացած ես, բայց այդ քեզ իրավունք չի վերապահում, որ դու ինչ որ մեկի հետ գնաս սրճարան։ Կամ էլ ինչ։ Նախ ես ուղղակի նեղացած չեմ։ Մենք բաժանվել ենք մեկ ընդմիշտ։ Ու սրանից հետո երբեք ու ոչ մի պարագայում չփորձես իմ ճանապարհին հայտնվել։ Ես ու դու ոչ մի կապ չունենք։ Դու իրավունք չունես ինձնից ինչ-որ բացատրություններ պահանջել։ Դու իրավունք չունես առհասարակ ինձնից ինչ-որ բան պահանջել։ Ես ու դու ոչ մի կապ չունենք։ Ու քեզ խնդրում եմ այնպես մի պահի, իբր ինչ-որ կապ կա մեր մեջ։ Համակերպվի այն մտքի հետ, որ վաղ թե ուշ իմ կողքին ինչ-որ մեկը պիտի լինի, բայց դա էլի քեզ չի վերաբերում, հասկացար։ Եղավ, չես ուզում ինձ տեսնես, ուրեմն ես հերվից կհետևեմ։ Չես ուզում ինձ տեսնես, ուրեմն անտեսանելի կդառնամ, բայց եթե հանկարծ ինչ որ մեկը հայտնվեց կողքդ, ես այդ ժամանակ տեսանելի կդառնամ։ Կարևոր չի ընկերա, ծանոթա, ով ուզում է լինի։ Ինձնից բացի ուրիշ ոչ մեկ չի կարա քեզ ավելի մոտ կանգնի, քան ես։ Հերիք է քեզ երևակա այս գոր, աշխարհը քո շուրջը չի պտտվում։ Քո աշխարհը մենակ իմ շուրջն է պտտվում։ Ու եթե չես ուզում օր ու գիշեր քո կողքը կանգնած մնամ, ուրեմն էլ Արսեններ չտեսնեմ կողքդ։ Արսենը պրակտիկանտ է։ Ու ես տպարանում լինելու եմ իր պրակտիկայի ղեկավարը։ Ու հետո ինքը իմ հին ընկերն է, չնայած այս ամեն ինչը մեկա քեզ չի վերաբերում։ Դու իրավունք չունես իմ կյանքին որևէ կերպ խառնվելու։ Կտեսնենք։ Կտեսնենք։ Պրակտիկանտ։ Այս 4 պատի մեջ ես կգժվեմ վերջնականապես։ Ալո։ Բարև ձեզ։ Արամ Սարգսյան։ Հա, ես եմ, ով է։ Ձեզ ոստիկանությունից են անհանգստացնում Քնիչ Արաքելյանն է։ Կարող եք 1 ժամվա մեջ ներկայանալ։ Իսկ ինչի համար։
Դանակահարության գործով մի քանի փաստաթուղթ պիտի ստորագրեք։ Հա, իհարկե կգամ։ Էլկա, ես դուրս եմ գալիս, կարևոր գործ ունեմ կիսատ թողած, բայց շուտ եմ վերադառնալու, դու խնդրում եմ մամային ուշադիր կլինես, լավ? Լավ։ Գնացի։ Ասա Էլկա։ Գոր, կներես, որ քեզ էլի անհանգստացնում եմ, ուղղակի ուզում եմ իմանալ, սա քո գործից ինչ-որ նորություն կա։ Դեռ չկա, բայց ես անպայման գտնելու եմ իրան, դες ձեռքերս ցալած հաստատ չեմ նստելու, որտեվ չեմ ուզում Արմանը անիմաստ տեղը պատասխան տա։ Շնորհակալ եմ շատ։ Ես չեմ կարող Արմանին զանգել, դու որ նորություն իմանաս ինձ կասես։ Կասեմ։ Հələ մի անջատի։ Ասա։ Սարան եկավ տուն։ Չէ, ինչի։ Ես էլ քեզ մի բան եմ ուզում խնդրեմ, որ գա ինձ անպայման տեղյակ պահես, հա։ Փոխադարձ համագործակցություն։ Տես մի բան։ Լավ, կգրեմ։ Արման։ Ոնց ես։ Նորմալ։ Մտածում էի զանգեմ, հետո որոշեցի, որ պիտի գամ, այսպես ավելի ճիշտ կլինի։ Էլի ինչ-որ բան ա եղել։ Ինչի եղածը քիչ էր։ Քեզ ինչ էր թվում, Արման, որ ես ձեռքերս ծալած պիտի նստեմ ու սպասեմ, տեսնեմ, թե իմ պահած երեխան ոնց է բռնում փորձանքի ճանապարհը։ Դուք ոչ մի բան պարտավոր չեք անել։ Այսքան տարիների ընթացքում իմ համար շատ բան եք արել ու ես հիմա մտածում եմ, թե այդ ամեն ինչի տակից ոնց եմ դուրս գալու։ Գիտես, Արման, այս կյանքում ոչ ոք ոչ մեկի համար ոչինչ պարտավոր չի անել։ Բայց երբ երեխան փորձանքի մեջ է, ծնողը չի մտածում, չէ, պարտավոր է թե չէ։ Դու էլ ինձ համար երեխայի պես ես։ Հիմա խնդիրը ո՞րն է։ Խնդիրն այն է, որ ուզում եք օգնեք, բայց հիմա ես ավելի ամոթալի վիճակում եմ, քան առաջ։ Լավ։ Արի այսպես պայմանավորվենք, որ ոչ դու լինես ամոթալի վիճակում, ոչ էլ ես անհանգստանամ քեզ համար։ Վաղն առավոտյան ես քեզ սպասում եմ իմ տան մոտ։ Չհասկացա։ Դու նորից անցնում ես քո աշխատանքին։ Ես առավոտ շուտ պիտի լինեմ տպարանում, ահագին գործ կա կուտակված ու առանց քո օգնության ես ոչինչ չեմ կարող անել։ Գնանք ներս։ Չէ, դրա կարիք չկա։ Մենք դեռ ժամանակ կունենանք խոսելու։ Անկախ այն ամենից, ինչ կատարվել է, ես իմ վերաբերմունքը չեմ փոխել քո նկատմամբ։ Եթե քեզ մոտ էլ նույնն է, շարունակում ես ինձ հարգել առաջվա պես, հուսամ, որ առաջարկս չես մերժի։ Դե ուրեմն վաղն առավոտյան ես քեզ սպասում եմ մեր տան մոտ։ Բարի օր։ Բարև։ Քեզ էլ են կանչել։
Սովորություն չունեմ ազատ ժամանակս ոստիկանությունում անցկացնելու։ Հա, պարզ է, տրամադրություն չունես։ Ինձ էլ կանչել էին ստորագրելու, որ բողոք չունեմ։ Քեզ էլ երևի կանչել են, որ ցուցմունք տաս, հա։ Եթե սեփական հարցաքննությունդ վերջացնես ու թողնես գնամ ներս, կարող է եւ հասկանանք ինչի են ինձ կանչել։ Լսի, դու ինչի ես այսքան ներվային։ Ինձ թվում էր մենք հասկացել ենք իրար։ Լավ, հասկացա։ Էլ բան չեմ ասում։ Բրավո, հրաշալի առաջընթաց։ Կարող է, որ սենց թարս ոտի վրա ես արթնացել, գնաս ու ամեն ինչ պատմես։ Չեմ խանգարում։ Ինչի պիտի դու ինձ խանգարես, արի։ Եթե դու չգայիր, ես պիտի գայի։ Երեկ գիշերը կա ուղակի քնած էիր, կամ էլ ուղակի հենց ուզեցիր, որ հասկանեմ։ Դու ինձ կներես։ Ես պիտի քեզ ներեմ, Սար։ Դու պետք է ինձ ներես։ Ինձ թվում է, ես պետք է ներողություն խնդրեմ քեզանից։ Երբեմն բարկացած կամ նեղացած պահերին այնպիսի բաներ ենք խոսում, որ հետո ծանրանում են մեր խղճին։ Գիտեմ։ Ես չեմ ուզում ու պետք էլ չի 25 տարի առաջ եղած իրադարձությունների պատճառով լարվենք իրար դեմ։ Սար, մենք այնքան բան ունենք իրար ասելու։ Այնքան բան ունենք խոսելու, բայց չենք խոսում։ Չենք ասում իբր իրար չնեղացնենք։ Ուղղակի այնքան չենք ասում, որ մի օր այդ բառերը ինքնից ինքան առանց մեզ հարցնելու դուրս են թռչում։ Գիտես ինչ եմ մտածում։ Ինձ թվում է ճիշտ ժամանակն է մեր նախկին մեթոդներին անցնելու։ Ֆիլմ կնայենք ու մեր թերապիան կանցնենք։ Դրա ընթացքում կհասկանանք մեր խնդիրներին ինչ լուծում պիտի գտնենք։ Համ էլ քեզ բան ունեմ պատմելու։ Հա, ես էլ քեզ պատմելու բան ունեմ, բայց հիմա ի վիճակի չեմ։ Ուզում ես ես գնամ թեյ պատրաստեմ, այդ ընթացքում դու ֆիլմն ընտրի։ Ահա։ Գոր, Սարան տանն է, ամեն ինչ նորմալ է։ Ես պայմանի իմ մասը կատարեցի։ Հիմա քո հերթն է։ Ապրես Էլկա ջան, դու ես աշխարհի ամենաանշահախնդիր ու լավ քենին ես։ Քենին։ Էլկա թեյը դարչինով ես խմում, թե լիմոնով։ Տարբերություն չկա, Սար։ Սարա, դու Գորը հաշտվել եք։ Չէ, ինչի։ Դե, ուղակի որ ասեցիր պատմելու բան ունես, մտածեցի այդ ես պատմելու։ Լավ, գնա թեյը բեր։ Փաստորեն չես հանձնվում Գոր։ Ապրես։ Դու դեռ էստեղ ես։ Դե բա քեզ մենակ չէ թողնում։ Համ էլ ուզում եի հասկանալ ինչ ես ասել։ Դու ինձ երևի լավ չես ճանաչում։ Չնայած պետք էլ չի որ լավ ճանաչես։ Բայց մի բան իմացի, որ ես իմ խոսքի գինը լավ գիտեմ։
Եթե ես ասել եմ, որ պետք է ոստիկաններին ասենք այն ինչ որ ասել ենք բժիշկներին, ուրեմն ուրիշ կերպ լինել ուղակի չի կարող։ Բայց դու ուրիշ աղջիկներից տարբերվում ես։ Իսկ դու նման ես ամեն երկրորդ տղային։ Հաջողություն։ Փաստորեն սենց, հա։ Հա։ Մի րոպե սպասի։ Հիմա ինչ։ Այն օրը որ եկել էիր Վահեի տուն, ասում էիր, որ ուրիշի անձնական իրերը չքրքրեմ։ Հա, ես ուղղակի ձեր նկարներն եմ նայել, այդքան բան, ուրիշ ոչ մի բանի ձեռք չեմ տվել։ Գոռը ասում էր, որ դու այդ տանը մի քանի օր ես մնալու։ Այդ մի քանի օրը չվերջացավ։ Կարող է վերջացավ, բայց ես ուրիշ մնալու տեղ չունեմ ու որ ճիշտն ասեմ, չեմ էլ փնտրում։ Ինչի՞։ Որովհետև չեմ ուզում գնամ ուրիշ տեղ։ Իսկ կարող է ստեղ խոսալու փոխարեն օրինակ քայլենք։ Ինչ եղավ։ Սար, դու այնքան լավն ես։ Ապրես վրա անկախ ամեն ինչից իմ կողքին ես։ Հիմա դու ֆիլմից ես ազդվել, թե… Չէ, ուղղակի մտքովս անցավ ու ասացի։ Վերջ, այլ չեմ խանգարում, նայում ենք։ Այդ տուն ամեն պահի կարա էլի ինչ-որ մեկը գա, որովհետև մեծ աղմուկ է բարձրացել, որ Վահեն ահագին մեծ գումար է գողացել։ Ու հիմա բոլորի հույսը այդ փողն է։ Իսկ կարող է դու էլ ես հենց այդ նպատակով այդ տանը ապրում։ Դարակներն էլ լավ քչփորում ես, որ գումար գտնես։ Լավ, հաշվենք, որ չլսեցի ես ասածդ։ Դու տեսար, որ Գոռն էլ քեզ ասեց, որ ես նոր եմ եկել Հայաստան։ Ու երևի 20 տարի կլինի, որ ստեղի ընկերներից հետ չեմ հանդիպել։ Ու փաստորեն դուրս է գալիս, որ իմ ընկերներն ու Վահեն թաթախված են նույն կեղտի մեջ։ Ասածս ինչ է, եթե իրոք Վահեն այդ գումարի հետ կապ ունի, արի քարը փեշից թափի, ասա այդ գումարի տեղը, տանք այդ մարդկանց, համ դուք ազատվես, համ էլ Վահեի տուն ոչ մեկ չի գա։ Վահեն երբեք գողություն չի արել։ Քեզ թվում է բոլոր խաղացողները տենց հրեշտակի թևերով են, հա։ Ես արդեն չգիտեմ ինչքան քեզ կարելի ասել, որ Վահեն գող չի, ինքը գումար չի գողացել, ու այդ տանը փող չկա։ Դու հասկանում ես, չէ՞ որ 3-1-ն էր եկել այդ փողի հետևից, վաղը կարող է մյուսը գա, ու քեզ էլ արդեն ֆիքսել են, ու կարող է վնասեն, ու ես էլ ամեն անգամ կողքդ չեմ լինելու, որ քեզ պաշտպանեմ։ Գիտես ինչ, ես իմ ասելիքն արդեն ասեցի։ Լավ, ուրեմն այս ամեն ինչի մասին ես Գոռին կպատմեմ։ Հա, դու երևի իրոք չես պատկերացնում ինչքան լուրջ է ամեն ինչ։ Խաղացող մարդու համար ոչ մի սրբություն չկա։ Նորից եմ ասում, կարող է քեզ էլ վնասել։ Ինչ-որ շատ մեծ կարծիք չունես քո մասին։ Չհամարձակվես Գոռին ինչ-որ բան ասես։ Տեղից ինքը իմ պատճառով շատ է տուժել։ Ես չեմ ուզում, որ նորից ինչ-որ նույն պատմությունը կրկնվի։ Ուրեմն համարը տուր ինձ։ Ինչ։ Հա։ Դու ինձ սխալ մի հասկացի, ես քեզնից երբեք համար չէի ուզի, ուղղակի, որ Գոռն էլ ես ամեն ինչից տեղյակ չի, գոնե ես կարողանամ քեզ օգնեմ։ Ես իմ հարցերը ինքս կարող եմ լուծել, հաջողություն։ Լավ, ոնց կուզես։ Ախպերս բարի օր, քո օգնության կարիք ունեմ։ Մեկը կա գետնի տակն անցել, բայց անպայման պետք է գտնենք դրան։ Կարանաս ինձ օգնես։
Փաստորեն ստեղ ես ապրում, հա։ Okay. Էս ինչ ա եղել, ինչի եք լացում։ Ֆիլմն ավարտվեց։ Այնքան լավ ֆիլմ էր։ Էլի ձեր անիմաստ ռոմանտիկ ֆիլմերը։ Ճիշտ է տխուր էր, բայց շատ լավն էր Ռաբեկա։ Ես չեմ հասկանում։ Ձեր կյանքում տխուր լինելու պատճառները այնքան քիչ են, որ որոշել եք հիմա էլ ֆիլմերով ձեզ տանջեք։ Ինչ անկեղծն ես։ Չէ, բայց սխալ եմ ասում։ Դրա փոխարեն կարող եք ձեր կյանքում ինչ-որ բան փոխել։ Իմ դեպքում դա անհնար է։ Ինձ ելք չեն թողել ոչ իմ պապան, ոչ էլ Արմանի պապան։ Բա դու Սար։ Ես ինչ, իմ ու Գորի միջև ամեն ինչ ավարտված է։ Իսկ Գորն էլ է այդպես կարծում։ Ինչ կապ ունի Գորն ինչա կարծում։ Բայց եթե հնարավորություն կա ձեր հարաբերությունները փրկելու, ինչի չես փորձում։ Բայց ով ասաց, որ հնարավորություն կա։ Ու հետո դուք Գորի քույրերն եք, թե իմ։ Մենք քո քույրերն ենք, բայց քո քույրերը համ էլ Գորի քանիներն են։ Աղջիկներ, ես հասկանում եմ, որ ուզում եք ինձ օգնել, բայց սահմաններ կան, որ եթե հատում ես, էլ չի կարելի հետ գալ։ Իսկ այդ սահմաններն ու չի կարելիները ով է հորինել։ Ամեն մարդ իր անձնական փորձից է դաս քաղում, բայց ես այս մասին չեմ ուզում խոսել, կներեք։ Հիմա գնամ իմ սենյակ։ Ես էլ պիտի առավոտ համալսարան գնամ, եթե իհարկե դեռ չեն հեռացրել ինձ։ Գնացի։ Գոր։ Ես գիտեմ, որ մեղքի շատ մեծ բաժին ունեմ ու գիտեմ, որ նեղացրել եմ քեզ, բայց գիտեմ, որ ոչ դու ես առանց ինձ կարողանում Սառա, ոչ էլ ես առանց քեզ։ Դու իմ Սառան ես եղել։ Կաս ու միշտ էլ իմն ես լինելու։ Բարի գիշեր, իմ ծով աչքերով Սառա։